Բարև ձեզ։ Շնորհակալություն, մի քանի շերտ կա հարցի մեջ, փորձենք հերթով պատասխանել։ Ինչ վերաբերում է Երվանդ Բոզոյանին, ճիշտ ասած մանրամասներին տեղյակ չեմ, թե ինչ գործի շրջանակներում են եկել, ինչի են եկել, բայց ակնհայտ է, որ քաղաքական բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները Հայաստանում շարունակվում են, թիրախը Մայր Հայաստանն է, Մայր Հայաստանը ոչ միայն լիդերի տեսքով, այսինքն Անդրանիկ Թևանյանի մեկուսացնելու, այլ նաև ամբողջ կառույցը կազմաքանդելու, որպես քաղաքական միավոր փորձ են անում հեղինակազրկել, ոչնչացնել, չի ստացվի, բայց ամեն դեպքում այդ մարդիկ այդ փորձը անում են, թող փորձեն, տեսնենք ով վերջում շահող դուրս կգա, մենք սպասում ենք ամեն օր, սպասում ենք Մայր Հայաստան կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է, սպասում է, զարմանում է, որ հələ դեռ չեն եկել իրենց հետևից հետախուզարկելու որպես վկա կամ մեղադրյալ եւ այլն, այսինքն սա դասական քաղաքական հետապնդում է, քաղաքական բռնաճնշում է, Երվանդ Բոզոյանը հայտնի է իր քաղաքագիտական վերլուծություններով, տրամաբանական ներկայացնում է Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ես ավելի շատ սա կապում եմ նաև ոչ միայն Մայր Հայաստանը կազմաքանդելու փորձերի հետ, այլ նաև Երվանդ Բոզոյանին ինչ որ կերպ լռեցնելու, օրինակ ես չեմ զարմանա, որ ասենք նույն այդ գործողությունների հետևանքով Երվանդ Բոզոյանին օրինակ արգել են հրապարակային ելույթներ ունենալը, այդպիսի փորձ արդեն կա, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն այսօր քանի որ շատ այսպես մեծ լարվածություն է, որ Ֆոնդարհայնը Ուրսուլան այստեղ է, բոլորն ասում են, որ դուք աջակցում եք, դուք ինքներդ նացիստ եք, աջակցում եք բռնապետությունը, հիմա որպեսզի արդարացնի բոլոր քայլերը մասնավորապես Մայր Հայաստանի դեմ, այսպես անթաչողներ է անում, ցույց տալը, որ տեսեք, ներսում հիբրիդային բաներ է նախապատրաստել, մենք փորձում ենք ասացնել։ Ես չեմ կարծում, որ սա բացարձակ չկապ ունի Չէ, ես Անժելա ջան, երևի դուք խոսքի սկիզբը չլսեցիք, խոսքը վերաբերում էր առաջին մասով Մայր Հայաստան կուսակցության վրա հարձակումներին, Մայր Հայաստան կուսակցությանը շարժումը կազմաքանդելուն եւ դա ներկայացնելու որպես հիբրիդային պատերազմ, հիբրիդային հարձակումների դեմ պատասխան եւ այլն, թիրախը Մայր Հայաստանն է, թիրախը Անդրանիկ Թևանյանն է, Անդրանիկ Թևանյանի մեկուսացրել են, բայց կառույցը դեռ մնում է, կառույցը ֆունկցիոնալ է, ոչ միայն ֆունկցիոնալ է, այլ նաև արժանի քաղաքական հակահարված է տալիս նիկոլական ռեժիմին, քաղբանտարկյալների դեմ պայքարի շրջանակներում, սահմանադրական իրավունքների պաշտպանության շրջանակներում, հետևաբար այս մարդիկ խնդիր են դրել հերթով բոլորի հետևից գնալ, փորձել լռեցնել, փորձել կազմաքանդել եւ մի քանի շերտ կա այս ամեն ինչի մեջ, շերտերից մեկը նաեւ այն է, որպեսզի արժեք ունեցող խոսքով հանդես եկող մարդկանց նաև այդ համատեքստում լռեցնեն։ Այսինքն սա մի քանի շերտ ունի եւ Մայր Հայաստանի դեմ հարձակումները շարունակվելու են, ամեն օր մենք սպասում ենք, զարմանում ենք, ելի կրկնեմ, որ այսօր չեկան, կարող է մյուս օրը կան, մի խոսքով, այսինքն իրավիճակը այնպիսին է, որ մենք հասկանում ենք, թե ինչ ռեժիմի պայմաններում մենք ապրում, ինչ իրավիճակ է Հայաստանում, ինչպիսի կոնցլագերային բարքեր են տիրում Հայաստանում, ըստ էության Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով, քաղկալանավորներով, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում կանգ առնել, նա պատրաստ է
հանուն իր իշխանության պահպանման, հանուն համապատասխան կենտրոններից ստացված հրահանգների մեկուսացնել, բանտարկել, պախարակել, վիրավորել իր հիմնական քաղաքական հակառակորդներին, ես այս համատեքստում Անդրանիկ Թևանյանը դրա վառ օրինակներից է, նա չի կարող համակերպվել, որ կարող է լինել պոտենցիալ ունեցող քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, որը անհրաժեշտ իրավիճակում կարող է քաղաքական մեծ հարված հասցնել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին։ Հետևաբար նա ընկած է նման հետապնդումները իրականացնում իրավապահ համակարգին օգտագործում է ոչ թե իրավունք պաշտպանելու համար, որը այդ մարմինների սահմանադրական պարտականությունն է, այլ այդ մարմիններին օգտագործում է պատժիչ գործողությունների համար։ Դրանք ես մի անգամ ասել եմ, որ իրենք պետք է ստեղծեն քաղաքական ոստիկանություն, որ ազնիվ լինի, եւ հստակ գրեն, հստակ ներկայացնեն, թե քաղաքական գործիչները ինչ իրավունք ունեն, ինչ իրավունք չունեն, օրինակ գրեն, որ իրավունք չկա պայքարել իշխանության համար, իրավունք չկա իշխանություններին քննադատել, ասենք լսարան ունեցող քաղաքագետներին, քաղաքական վերլուծաբաններին պարտադրեն, որ իրենք ստատուս գրելուց առաջ մի հատ ուղարկեն այդ ոստիկանություն, այնտեղ քննիչները գրաքննեն, կարող է Նիկոլ Փաշինյանն էլ այդ քննիչների ղեկավարը լինի որպես խմբագիր, թույլ տան այդ ստատուսը հրապարակես, թե չհրապարակես, հարցազրույցի գալուց առաջ մի հատ խորհրդակցես, ասենք այսի կարելի է ասել, սա կարելի է, թե չի կարելի, մի խոսքով, այսինքն մենք հասել ենք մի իրավիճակի, երբ քաղաքականությամբ զբաղվելը այլևս վտանգավոր է, քաղաքականությամբ զբաղվելու հետևանքով դու կարող ես հայտնվել ուղիղ աշխատանքային գաղութում, եւ այս բռնաճնշումները միայն Մայր Հայաստանով չեն սահմանափակվում, չնայած կարծես հիմնական ուղղությունը այս իշխանությունը վերցրել է Մայր Հայաստանը, տարբեր մեթոդներով է աշխատում, բայց նույն Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը, Արմեն Աշոտյանի կալանքը այսօր եւս 1 ամսով երկարացրեցին, զինվորական էին 3 ձերբակալել, երբ նույն այդ Ուրսուլան գտնվում էր Հայաստանում եւ ջերմ այսպես գնահատականներով էին փոխանակվում Նիկոլ Փաշինյանի հետ, խրախուսում էր Նիկոլ Փաշինյանին չակերտավոր ընտրություններում հաղթելու ժողովրդավարության եւ նմանատիպ ջրիկ բաների հետ կապված, ինչու է ջրիկ, որովհետեւ Հայաստանում այլևս չկա վաղուց դեմոկրատական արժեքների հարգման ինստիտուտ, Հայաստանում վաղուց արդեն ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, Հայաստանում սահմանադրական կարգը ըստ էության չի գործում, երբ քաղաքացին, հատկապես քաղաքականությամբ զբաղվող քաղաքացին չի կարող իրեն անվտանգ զգալ իր գործունեության, գործողությունների մեջ, որովհետև յուրաքանչյուր անզգույշ խոսք, ես չեմ ասում գործողություն, անզգույշ խոսք, անգամ անմեղ խոսքը, եթե իշխանությունը ուզենա, կարող է վերածվել քրեական գործի եւ այդ գործի շրջանակներում որպես պատիժ օգտագործվող կալանք կիրառվի եւ այդ մարդը ամիսներով, նույնիսկ եղել է դեպքեր, որ տարիներով անցկացնի ԱԱՑ-ի այդ նկուղներում։ Այսինքն Ուրսուլա 3 մենք Մայր Հայաստանը եւ Հայաքվեն համատեղ բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ Ուրսուլայի եւ Ուրսուլաների, որոնք եվրաչինովնիկների, եթե ուզում եք ավելի կոնկրետ, որոնք իրենց նեղ քաղաքական շահերից ելնելով, նույնիսկ այն երկրների քաղաքական շահերը չէ, որոնց իրենք ներկայացնում են, այլ ինչ որ շրջանակների նեղ քաղաքական շահեր ներկայացնելով, իրենք Հայաստանում բուծում են ավտորիտար բռնապետական համակարգ, իրենք մեղավոր են այն այլանդակությունների համար, որը տեղի է ունենում Հայաստանում, իրենք հավասար Նիկոլ Փաշինյանի հետ կիսում են այդ մեղավորությունը, որ Հայաստանի բանտերը լսված են քաղբանտարկյալներով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռքերին ազատություն տալով ըստ էության խմբագրում է ընտրությունների հայ ժողովրդի ընտրության արդյունքը ազգային ժողովի ընտրություններում եւ այդ համատեքստում ԲՀԿ-ին դուրս է թողնում խորհրդարան մտնելուց ըստ էության խմբագրելով խորհրդարանի կազմը եւ դա հերիք է որ ազգային ժողովի ընտրությունները համարվեն
ոչ լեգիտիմ, ձևավորված պարլամենտը համարվի ոչ լեգիտիմ եւ այդ ոչ լեգիտիմ պարլամենտի կողմից ընտրված վարչապետը եւս համարվի ոչ լեգիտիմ։ Այս ամեն ինչի համար պատասխանատու են Ուրսուլաները եւ նրա համակարգում աշխատող մյուս եվրաչինովնիկները կգա ժամանակը եւ նրանք քաղաքական պատասխանատվություն կկրեն իրենց գործողությունների համար, երբ հայ ժողովուրդը արդեն հստակ իր վերաբերմունքը ցույց տա այդ եվրաչինովնիկներին։ Նրանք հայ ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց նեղ անձնական, նեղ կլանային շահերից ելնելով Հայաստանում խորախուսում են բռնապետական համակարգերը, խրախուսում են Հայաստանում իրավունքի ոտնահարումը, խրախուսում են Հայաստանում սահմանադրական կարգի վրա ոտքեր սրբելը, սահմանադրությունը խախտելը, ամեն ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին մեկ օր ավել գտնվել իշխանության։ Եվ մենք հիմնական նաև մեր նպատակներից մեկը երեկվա ակցիայի դա ներկայացնելն էր ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլ նաև միջազգային հանրությանը։ Ես հուսամ, որ դեսպանատները այդ կառույցների ներկայացությունները հետևում են այդ ամեն ինչին եւ իրենք հարկատուներին, եվրոպացի հարկատուներին պետք է հստակ հաշվետվություն ներկայացնեն առ այն, որ իրենց տրված գումարներով աշխատող այդ չինովնիկները Հայաստանում զբաղված են ոչ թե մարդու իրավունքներ պաշտպանելով, դեմոկրատական արժեքների հարգման ինստիտուտներ ներդնելով եւ նմանատիպ այլ սիրուն բաներով, այլ ուղղակի զբաղված են գործող ռեժիմին խրախուսելով, որը աչքի է ընկնում կոշտ ավտորիտար նկրտումներով։ Մի ռեժիմի, որը Հայաստանը սարքել է քաղաքական կոնցլագեր, որտեղ չես կարող դու քեզ ապահով զգալ, որտեղ յուրաքանչյուր պահի կարող են խախտվել մարդու հիմնարար իրավունքները, յուրաքանչյուր պահի կարող է խախտվել մարդու օրինակ ամեղության կանխավարկածը, մարդուն պախարակեն ամենաբարձր ատյանում գտնվող չինովնիկները, օրինակ Անդրանիկ Թևանյանի գործով արդեն մեր փաստաբանական խումբը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարան եւ պահանջում է ներողություն, հերքում, նույնիսկ դրամական պահանջ է ներկայացնում այն չինովնիկների, այն պատգամավորների նկատմամբ, ովքեր խախտելով Անդրանիկ Թևանյանի ամեղության կանխավարկածը պախարակել են Անդրանիկ Թևանյանին, չկա դատարանի որոշում, օրինական ուժի մեջ մտած որոշում, բայց այդ մարդիկ իրենք իրավունք են վերապահել դառնալ դատավոր եւ դատել մարդուն հրապարակային։ Սա ուղղակի խայտառակություն է, երբ քաղաքական գործի բարի համբավը այսպես վարկաբեկվում է իրենց հասանելի բոլոր հնարավոր միջոցներով։ Մամուլում հրապարակում եղավ, որ մի քանի անգամ փորձել է տարբեր խորհրդատներ անգամ զանգով կապ հաստատել Ռուսաստանի նախագահի հետ, չի ստացել, Միշուստինի հետ է զրուցել, խնդրեմ է սպասող դեր տեսակետը եւ սրան նաեւ զուգահեռ շարունակվող սանկցիաները բարի բուն իմաստով շուկաներից մարդիկ ահազանգում են, որ բերքը փտում են, նեղում է, ուղղակի իրենք ակտերով թափում են այն իրականության մեջ, որ միլիոնավոր վարկեր էին վերցրել, որպեսզի կարողանան տուն տեղ ընտանիք պահել։ Միջև դա այդ սանկցիաներին փթելուն, վնասներ կրելուն մեկ հատկանշական բան նշեմ, այս իշխանությունների բարոյական նկարագիրը պատկերացնելու համար, հիշում եք նախընտրական շրջանում ինքը իրեն ներկայացնում էր որպես ուլտրասոցիալիստ, որ մտածում է անապահով խավի մասին, որ ինքը կաշվից դուրս գալով ամեն ինչ անում է, որ աղքատության մեջ գտնվող մարդիկ դուրս գան այդտեղից, ստանան որակյալ բուժօգնություն, թոշակներ, նպաստներ, թոշակ էր բարձրացրել իբր 10,000 դրամ, եւ ընտրությունները ավարտվելուց անմիջապես հետո մենք ահազանգեր ենք ստանում, որ հազարավոր մարդիկ, մոտավորապես խոսք է գնում 70%-ի մասին, զրկվում են նպաստներից, աղքատության նպաստներից, սա իշխանության պատկերը հասկանալու համար լավագույն ցուցիչներից է, երբ խոստումներ տալով, թոշակ բարձրացնելով գալիս են իշխանության եւ ընտրություններն ավարտվում են միանգամից մարդկանց զրկում են այդ նպաստներից եւ այդ մարդիկ գտնվում են իրոք սոցիալապես շատ ծանր դրության մեջ։
թող իրենք հետևություններ անեն, նաև հետևություններ անեն այն մարդիկ, ովքեր հավատացին իշխանություններին, որ այ ընտրություններն ավարտվի, ինքը կգնա, կխոսի, կպայմանավորվի ԵԱՏՄ-ի հետ, Վլադիմիր Պուտինի հետ եւ ամեն ինչ լավ կլինի։ Ես համոզված եմ, որ շատ շատերը գյուղատնտեսական նման գործունեությամբ զբաղվող Ռուսաստան, Միրգ, Բանջարեղեն եւ այլ ապրանքներ արտահանող մարդիկ հավատալով Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ ինչու են հավատում, բայց մարդիկ երևի մեկ փորձից չեն սովորում, գնացին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին, հիմա կանգնել են կոտրած տաշտակի առջև, որովհետև Նիկոլ Փաշինյանը այլևս ունակ չէ խնդիրներ լուծել Ռուսաստանի հետ, նրան այնտեղ չեն ընդունում, չեն սպասում, ինքը ստատուսը փաստացի իջացնելով զանգել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինին, դա տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, տեսեք, եթե ստատուսները համեմատում ենք, Միշուստինը իր պաշտոնով ցածր է Նիկոլ Փաշինյանից։ Փաստացի ստացվում է, որ ինքը փորձել է զանգել Վլադիմիր Պուտինին, հավանաբար այնտեղից խորը եւ համապարփակ լռություն է լսել, չեն արձագանքել կամ կոպիտ մերժել են եւ որոշել է Միշուստինի հետ խոսել, տպավորություն ստեղծելով, թե ինքը զբաղվում է խնդրի կարգավորմամբ։ Իսկ խնդիրը շատ խորքային է, խնդիրը շատ ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետև եթե Հայաստանի ապրանքաշրջանառության 60-ից 70%-ը Ռուսաստանի հետ է եւ դա գտնվում է ճգնաժամային վիճակում, երբ մարդիկ ուղղակի չեն կարողանում նորմալ առևտուր անել այդ երկրի հետ, հետեւաբար շատ շուտով մենք կարող ենք ականատես լինել տնտեսական կոլապսի Հայաստանում, դա շատ հավանական սցենար է, ռիսկ է, եւ ոչ միայն դրա մեջ կհայտնվեն անմիջապես Ռուսաստանի հետ առևտրով զբաղվող, ապրանք արտահանող, ապրանք ներկրող մարդիկ, այլ նաև նրանց փոխկապակցված բազմաթիվ համակարգեր կարող է հայտնվեն ճգնաժամի մեջ։ Եվ այս իրավիճակում մարդիկ արդեն թող իրենց հարց տան, ես մի անգամ ասել եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր ընտրության առաջ եւ թող որևէ մեկին այլևս չմեղադրեն այդ մարդիկ, ովքեր հավատալով Նիկոլ Փաշինյանին գնացին, ընտրեցին եւ շատ ուրախ էին, որ նման ընտրություն են կատարում, հիմա կա ընտրություն կատարելու, կա պատասխան տալու ժամանակը, իսկ այդ պատասխանը ըստ էության լինելու է Հայաստանի տնտեսության վատ հարացող իրավիճակը, ես չէի ցանկանա, որ նման բան լինի, որովհետև հասկանալի է, որ թացը չորի հետ վառվելու է եւ բոլոր հասարակության բոլոր շերտերը նման վնասներ կրելու են, ինքը գովում էր առողջապահության ապահովագրության համակարգը, ես կանխատեսում անեմ, որ առաջիկայում մենք լրջագույն խնդիրներ ենք տեսնելու այդ համակարգի հետ, որովհետև այնտեղ կարող է առաջանալ գումարների խնդիր, ինչը ըստ էության պակասում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ այդ պատճառով է, որ ինքը ոտու ձեռ է ընկել եվրոպացիներին, ուրսուլաներին, թե մի բան արեք, փրկեք իրավիճակը, գոնե ժամանակավոր ինչ որ միջոցառումներ ձեռնարկեք, ես հրդեհը մարենք, հետո տեսնենք ինչ կլինի։ Դա վերաբերվում է էներգետիկ ճգնաժամին, դա վերաբերվում է ապրանքների արտահանմանը, ես մի բան էլ ասեմ, այնտեղ հարց ու պատասխանի ժամանակ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու հետ կապված, գազ, լույս եւ այլն, Ուրսուլան ասում է, թե կարող ենք օգտագործել Մոլդովայի, Ուկրաինայի փորձը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք ներկրել են այդ հումքը, ասենք Ռումինիայից, Հունգարիայից, Եվրամիության այլ երկրներից, լինի դա էլեկտրականություն, գազ եւ այլն, իմիջիայլոց այդ գազը, որ Ռուսաստանից իրենք առնում են տարբեր զարթուղի ճանապարհներով, հետո վաճառում են ուկրաինացիներին եւ անը դնում են էներգետիկ ճգնաժամ լուծել։ Հիմա ասում է, այդ փորձը նաեւ կկիրառենք Հայաստանի վրա։ Հիմա հարգելի ժողովուրդ, եկեք պատկերացնենք, թե որտեղից են ուրսուլաները օգնելու, որպեսզի մենք հաղթահարենք հնարավոր էներգետիկ ճգնաժամը գազի, լույսի, նավթամթերքների հետ կապված։ Որտեղից են ներկրելու։ Մի հատ ձեզ հարց տվեք, էլի։ Դա լինելու է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ մենք հայտնվելու ենք էներգետիկ լրջագույն կախվածության մեջ, մի կողմից Թուրքիայից, մյուս կողմից Ադրբեջանից եւ ահա այդ ժամանակ, երբ Ադրբեջանը նստավ մեր էներգետիկ փականի վրա, ինչպես դա տեղի ունեցավ Արցախում, երբ փականը հանձնեցին
ադրբեջանցիներին եւ այդ փականը իրենք օգտագործեցին Արցախը հայաթափելու համար։ Հիմա ինչ եք մտածում, այդ փականը իրենք չեն կարող օգտագործել Հայաստանը հայաթափելու համար։ Այնպես որ մի քիչ լուրջ մոտենանք խնդրին։ Մանավանդ որ մայթի ամենից խոսում են 300,000 ադրբեջանցիներ։ Դե դա էլ ուրիշ խնդիր է։ Դրանք հետո կանդրադառնանք, արդեն հայտնի է դարձել, որ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, մասնակցելու Դնիպրոն 2020 ցուցահանդեսին։ Օրինակ հետաքրքիր է։ Այդ որտեղ է տեղի ունենում, Եկատերինբուրգում, հա։ Կարծեմ, հա, դեռ միայն նշված է, որ Ռուսաստանը մեկնելու, ու ինչն է հատկանշական, որ ինչպես է իրեն այնտեղ դրսևորելու, հաշվի առնելով 3 ինչպիսի ձոներ էր ու ինքը նաև Ուրսուլա ֆոն դեր Լայնի, Հայաստանը երբեք այսքան մտերիմ չեն եղել, ես ձեզ խոստանում եմ 2013-ի պատկերը տեղի չի ունենա, մի գիշերում դուրս գանք ԵՄ-ից գնանք ԵԱՏՄ, խնդրեմ։ Մարդ որ ամոթ չի ունենում, իր համար խնդիր չի տարբեր իրավիճակներում իրեն դրսևորել եւ ներկայանալ բոլորովին այլ կերպարով։ Իմիջայլոց դա էլ եւս մեկ ապացույց, որ ինքը մյուս կողմից էլ ոտու ձեռ է ընկել ռուսներին, որ իրավիճակը հարթվի։ Եթե դա Եկատերինբուրգում է, ես մի շատ հետաքրքիր փաստ կամ իրավիճակ ներկայացնեմ, այնտեղ կա Եկատերինբուրգում մեծ էքսպո կենտրոն, որտեղ պարբերաբար անցկացվում են նման միջազգային ցուցահանդեսներ, տարբեր երկրներ իրենց ապրանքներ ներկայացնում, եւ երբ ես այնտեղ ֆորումի մասնակցելու նպատակով գտնվում եմ Եկատերինբուրգում, մարդիկ դժգոհում էին, որ հայկական պատվիրակությունը արհամարում է նույնիսկ ամենացածր մակարդակով մասնակցելու այդ էքսպոներին, ասում են, եթե նույնիսկ նախարարության բաժնի պետի մակարդակով գալիս էին նման էքսպոների, արագ փախնում էին, այսինքն գալիս ներկայանում են ու էլ մենք չէինք տեսնում տաղավարը դատարկ, ոչ մի բան չկա ներկայացնելու եւ այլն, ասում են, դա մենք համարում ենք որպես վերաբերմունք մեր նկատմամբ, մեր կազմակերպացի նկատմամբ, հիմա որ Նիկոլ Փաշինյանը արդեն իջել է էքսպոների մասնակցելու մակարդակի, արդեն վազում է էքսպոների մասնակցելու Ռուսաստանում, դա նշանակում է, որ իրավիճակը իրոք տնտեսության շատ լուրջ է եւ նա փորձելու է ամեն ինչ անի, որ տակից դուրս գա, բայց կարծում եմ, որ այս իրավիճակը դե Ենոք Հավանի շուստրությունը անցնում է Հայաստանում իշխանություն պահելու գործում, բայց ասենք Պուտինի հետ հարաբերություններում դժվար թե Ենոք Ավանի փորձը իրեն օգնի, շուստրությունը իրեն օգնի։ Ես չգիտեմ ինքը ինչ է մտածում կամ չի մտածում, բայց ինքը փորձում է նաև դրանով հայ հասարակության այդ բազմահազարանոց գործարարներին, գյուղատնտեսներին, ովքեր մթերքը հավաքել են, հիմա կանգնել են կոտրած տաշտակի առաջ, փորձ է անում ցույց տալ, որ ինքը զբաղվում է այդ հարցով եւ փորձում է իրավիճակ փրկել, մարդիկ էլ անելանելի դրության մեջ գտնվելով ուղղակի էլ բան չեն կարող անել, հավատում են, որ ահա այս մարդը փորձում է իրավիճակ փրկել, բայց ես կարծում եմ, որ այդ իրավիճակը արդեն չի փրկվի, որովհետեւ ասենք նույն Ծիրանի սեզոնն է, չէ, բերքը հավաքի, արդեն պիկին է հասնում, լուծվել է հարցը, չի լուծվել, նույնը լոլիկին է վերաբերվում, նույնը ծաղիկներին է վերաբերվում, իսկ այդ ապրանքները 70, 80, 90%-ով արտահանվում է Ռուսաստան։ Իրենք հիմա փորձում են ներկայացնել, թե Եվրամիություն են արտահանելու, այդ Ուրսուլան ասում է, չէ, որ ինչ որ պայմանավորվել են, որ ԵԱՏՄ տեխնացու Եվրամիության տեխնացու երկիր չլինելով հանդերձ, դու կարող ես ապրանքներ այնտեղ արտահանել եւ այլն, բայց արգելիներս կտեսնենք, դուք կարողանաք Եվրամիություն ապրանք արտահանել, թե չեք կարողանա։ Մի քիչ հասկանում եք մեր խնդիրը որն է, որ փորձ մենք չենք կարդալու դեպքում չենք հիշում, թե աշխարհը ինչպես է կառուցված, ինչպես են գործում այդ մեխանիզմները։ Այդ արևմուտքը, որ ամեն ինչով պաշտպանում էր Ուկրաինային, ռազմամթերք է տալիս, հետախուզական տվյալներ է տալիս, փող է տալիս, տեսեք, ամեն ինչ անում է, որ օգնի, բայց երբ խնդիրը հասավ արդեն ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները Եվրամիությունում վաճառելուն, այսինքն արտահանելուն, գիտեք ինչ եղավ, հունգարացիները, ռումինացիները, լեհերը բոյկոտեցին ուկրաինական ապրանք, ոչ թե բոյկոտեցին, այլ բլոկավորեցին այդ ապրանքների մուտքը Եվրամիություն։ Ես կարծում եմ, որ եթե հասներ արդեն Փարիզ, Իսպանիա, այնտեղ էլ կբլոկեին այդ ապրանքների մուտքը, որովհետև այնտեղի գյուղատնտեսները, գյուղացիները ասում են, եղբայր, մենք մեր միրգը չենք կարողանում իրացնել, բանջարեղենը
Դուք ինչու եք բերում ուկրաինացիների կասկածելի որակով ապրանքները փորձում այստեղ բարդ իրավիճակ ստեղծել մեր գյուղատնտեսության համար։ Այդ ով է թույլ տալու, որ ձեր մթերքը, ծիրանը, լոլիկը եւ այլն, իմիջայլոց, որոնք հենց իրենք էլ խոստովանում են, կառավարությունը խոստովանում է, որ շատ դեպքերում խնդիրներ ունեն որակի հետ կապված, քիմիկատների հետ կապված։ Այսինքն մենք հայտնվել ենք կոտրած դաշտակի առաջ, բայց կան այդ դաշտակի մոտ գտնվող մարդիկ, որոնք դեռ շարունակում են հավատալ, ես բան չունեմ ասելու, հոգեբանորեն իրոք դժվար է եւ փորձում ես ինչ-որ տեղից հույս գտնել, այդ Նիկոլ Փաշինյանն էլ դարել է հույսի վաճառական, մի հատ էկոնոմիկայի նախարար ունի Գևորգ Պապոյան, դրանց այդ երկուսով հույս են վաճառում, էլի, այդ գործարաններին, թե լավ կլինի, սպասեք, լավ կլինի, հա միրգը կփչանա, բանջարեղենը կփչանա, սեզոնը կանցնի, կարող է ասեն, այ արդեն կարող եք բերել, բերեք, տեսնենք ինչ ունեք, բայց այստեղ էլ բան չունեն ներկայացնելու։ Իսկ սա մի տարով չի սահմանափակվելու, որովհետև այդ մարդիկ, որոնք միլիոնավոր դրամների, նույնիսկ դոլարների վնասներ կրեցին, մյուս տարի իրենք նույն մասշտաբով տնտեսություն աշխատացնելու հսկայական խնդիրներ են ունենալու, շատերը կարող է սննկանան, որովհետև գտնվում են միլիոնավոր դրամների, դոլարների վարկերի տակ, այսինքն սա մի շղթա է, որը մեծ հարված է հասցնելու Հայաստանի տնտեսությանը եւ քաղաքացիներին։ Դրանից բոլորն են տուժելու, սկզբում այդ անմիջապես ներգրաված մարդիկ են տուժելու, հետո արդեն շղթայական ռեակցիայով այդ ամեն ինչը տարածվելու է։ Հետևաբար, երբ իրենք խոսում են ինքնիշխանության մասին, երբ դու քո տնտեսությունը հասցնում ես կոլապսի եզրին, այսինքն ռիսկներ է ստեղծում կոլապսի համար, դա ամենևին էլ չի խոսում ինքնիշխանության մասին, դա խոսում է բոլորովին այլ բաների մասին։ Այնպես որ այս իրավիճակում էլի եմ ասում, որ հստակ ստապ գնահատեք իրավիճակը, ես չգիտեմ ինչ կարելի է անել, իրենք հիմա իրենց փորձում են ներկայացնել որպես գերագույն իշխանություն, իրոք չգիտեմ ինչքան սրանց այս բանը կձգվի։ Ես կարծում եմ, որ երկար չեն ձգի, էլի։ Գիտեք, որ ԿԼՉ առաջին շտաբը շնորհավորել Ռուբինյանին, Բավ, շնորհավոր եմ։ Հա, հեչ։ Թուրքիայում չեն վերապատրաստվել, ստում են ինչ-որ 5 ամիս ասում հետազոտական աշխատանք եմ այնտեղ արել, հետո կիսատ եմ թողել, բայց ինչի պիտի ԿԼՉ-ի ինչ շնորհավորել։ Խնդրեմ ես ասում, եւ հետաքրքիրներ թողնել, որ երբ որ լրագրողներ օրինակ իրեն հիշեցրել են, որ ինչպես է Լուսինե Բադալյանը նույն հայտի լուրում վերանվազ ծիծաղում երաբլուրում, ինքն իր պատասխան լրագրողներին է, էլի մեղադրում, որ դուք ինչ եք անում երաբլուրում։ Ես չգիտեմ այդ երկրորդ մասը լուլուն ինքը եւ այլն մնացածը իրենք ընդհանրապես չեն հետաքրքրում, բայց այդ Թուրքիայի հետ վերապատրաստվելու հետ կապված 17-ից 18 թվականը, սա ասենք բաց ինֆորմացիա է, մտեք ChatGPT-ին հարց տվեք, հարգելի քաղաքացիներ, շատ պարզ է, ChatGPT կարծում եմ շատ-շատերը օգտվում են, ասեք Ռուբեն Ռուբինյանի գործունեությունը կամ ուսումնառությունը Թուրքիայում 17-18 թվական, տեսեք ինչ կպատմի, 17-ից 18 թվականներին նա այնտեղ իրականացրել է հետազոտական ուսումնական աշխատանք, կրթաթոշակով է դա եղել, Եվրամիության կողմից կարծեմ շահած կրթաթոշակ է եղել եւ այնտեղ Ռուբեն Ռուբինյանը ուսումնասիրել է ինչքան էլ մարազմատիկ լինի, բայց հիմա այդ է ուսումնասիրել հասարակական կազմակերպությունների ազդեցությունը Թուրքիայի ժողովրդավարացման վրա, այդ թեման է օգտագործել, ուսումնասիրել եւ մեկ այլ թեմա կարծեմ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, կարող է սխալվեմ, բայց ChatGPT-ին որ հարցնեք, մանրամասը կպատմի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հարևանների հետ կամ հարավային Կովկասում եւ այլն, եւ այն ինստիտուտները, մեկը Ստամբուլի ինստիտուտներից էր, մյուսը հյուսային տրապիզոն էր, որտեղ կարող է սխալվեմ, էլի, կարող եք նայել, բան անել, այդ ամեն ինչը շատ հստակ ներկայացնել, այնտեղ էլ այդ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներն է ուսումնասիրել ու այդ համակարգում, այդ ինստիտուտներում ներգրավված են եղել այնպիսի Թուրքիայի քաղաքականության մեջ ազդեցություն ունեցող գործիչներ, որոնք շատ դեպքերում որոշել են Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղություն, այսինքն ազդեցություն են ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորման վրա։ Եվ այդ շրջապատում Ռուբեն Ռուբինյանը, չգիտեմ ինչ արել, դասընթացներ արել, հետազոտություն արել, չգիտեմ ինչ արել, ինքը ավելի լավ գիտի ինչ արել, եւ եթե Թուրքիայում
դու ինչ որ ծրագրի մասնակցում ես, ապա հասկանալի է, որ այդ ծրագրերի տրամաբանությունը, փիլիսոփայությունը, ընթացքը եւ այլն ֆունդամենտալ տարբերվում է հայկական շահերից, հայկական քաղաքական մոտեցումներից, այնտեղ բոլորովին այլ պարադիգմաներով են առաջնորդվում եւ հիմա Ռուբեն Ռուբինյանը այդ ամեն ինչի միջով անցել, եկել դարել է ազգային ժողովի նախարար, սկզբից այնտեղ շատերը զարմացան, թե ինչի էին Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի փոխնախարար, հիշում եք այդ որ հենց սկզբից նշանակեցին ու շշմած էին, որովհետև այդ մարդը ոչ մասնագիտ է, ոչ մի բանով չէր համապատասխանում այդ պաշտոնին, հետո իրեն կամաց այսպես քաղաքական օլիմպուսում առաջխաղացում իրականացրեցին, հասցրեցին մինչև պետության երկրորդ դեմքի կարգավիճակի։ Հիմա հետևությունները թողնում եմ ձեզ, այստեղ բաց ինֆորմացիա այս ամեն ինչի մասին Ռուբեն Ռուբինյան, Թուրքիա ուսումնառություն կամ ուսումնական process, ChatGPT-ին հարցրեք, ինքը կասի, մանրամասը կասի։ Եվ եթե այսպես ամփոփենք, այս ռեպրեսիաները ինչ է կարծում նոր թափ են, ավելի մեծ թափ են ստանալու թե ոչ, եւ ի վերջո նաեւ այս փուլում ինչ ունի անելու ընդդիմությունը։ Ռեպրեսիաները կանգ չեն առնելու, ռեպրեսիաները շարունակվելու են, նույն տեմպը պահելու է, ում հնարավոր է ձերբակալելու է, ում հնարավոր է հարցաքննելու է, ում հնարավոր է լռեցնելու է, ամեն մեկի նկատմամբ ինչ-որ բան կիրառելու է, որովհետև ինքը հասկանում է, որ ինքը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, երբ իրեն սկսել են խանգարել քաղաքական մարդիկ, քաղաքականությունն է ընդհանրապես իրեն սկսել խանգարել, ինքը առաջիկայում հասկանում է, որ երկիրը հայտնվելու է բարդ իրավիճակում եւ իրեն ձայն տվածներն են իրանից արդեն հաշվետվություն պահանջելու, հետեւաբար փորձում է ամեն գնով այդ ամեն ինչը մեկուսացնել, ստերիլիզացնել քաղաքական դաշտը, որպեսզի մնա միայնակ դիկտատոր ֆիլմ կա, ծաղրական։ Այդ ֆիլմը միացրեք, նայեք մոտավորապես Նիկոլ Փաշինյանի իրավիճակն է եւ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես չգիտեմ ընդդիմության հետ կապված իրենք երևի ավելի լավ կարող են իրավիճակը ներկայացնել, բայց մի բան ես կարող եմ ասել, որ այն ուժերը ընդդիմադիր չեզոք եւ այլն, ովքեր մտահոգված են Հայաստանում քաղաքական բռնաճնշումներով, քաղաքական հետապնդումներով, հակաօրինական մեթոդներով իրավապահ համակարգը որպես պատժիչ մեխանիզմ օգտագործելով, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումներով, այդ մարդիկ լինի քաղաքական, քաղաքացիական, պետք է միավորվեն եւ միավորված դիմադրեն այս ամեն ինչին օրենքի եւ օրինականության շրջանակներում։ Մարդիկ պետք է հասկանան, որ չկա իմ, քո, նրա քաղբանտարկյալ։ Բոլոր նրանք, ովքեր ապօրինի հետապնդվում են, բոլոր նրանք, ովքեր դատապարտվում են շինծու քրեական գործերով, այդ մարդկանց պաշտպանությունը պետք է ստանձնի չգիտեմ, խումբ, շարժում, քաղաքացիական միավորում, հասարակական կազմակերպություն, այդ դաշտը ամբողջովին դատարկ է։ Չկան այնտեղ կառույցներ, գրեթե չկան կառույցներ, որոնք զբաղվում են Հայաստանում մարդու իրավունքների խախտմամբ, քաղաքական իրավունքների խախտմամբ, այն քաղաքացիական հասարակություն կոչվածը, որ ժամանակին մենք գիտենք, հիմա մի քանի ակտիվ տենք մնացել է, դրանք որևէ ոչ թե խնդրի չեն անդրադառնում այդ թեմայով, այլ ընդհակառակը շատ դեպքերում մատնագրեր են կրում քաղաքական գործիչների վրա, նրանց մատնության շնորհիվ է, իմիջիալով շատ դեպքերում նաև կեղծ մատնության շնորհիվ են մարդիկ ձերբակալվում եւ հայտնվում բանտերում։ Այսինքն ընդդիմությունը հիմա այս օրհասական իրավիճակում պետք է զբաղվի սահմանադրական կարգի վերականգնմամբ կամ սահմանադրության իրացման մեխանիզմների ապահովման գործերով, որովհետև եթե Հայաստանում հակաօրինական իրավիճակ է, երբ իշխանությունը առաջնորդվում է, չգիտեմ, մահ կամ իշխանություն սկզբունքով, հետևաբար դու երբ խոսում ես, ասենք, չգիտեմ ինչ կուլտուրական բաներից, դա այս իրավիճակում չի իրացվի, չի իրականացվի, որովհետև պետք է առաջինը Հայաստանում վերականգնվի օրինական մթնոլորտը, օրինական իրավիճակը, սահմանադրական կարգը, երբ դատարանները պետք է իրենց գործն անեն, ԱԱԾ-ն իր գործը, քննչական մարմինները իրենց գործը, ոչ թե քաղաքական պատժիչ մեխանիզմ դառնան եւ ընկնեն
քաղաքական գործիչների հետևից եւ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով մարդկանց բանտարկեն ու լռեցնեն։ Այսինքն ընդդիմությունը նախ պետք է հասկանա այդ խնդրի խորությունը, որովհետեւ այդ ուխտը բոլորի դուռը թե չոքել է, թե շարունակում է չոքել։ Այդ մարդը հրապարակային ասում է, բոլորը նստելու եք, բոլորին բռնելու եմ, ծեփելու եմ, կզզնելու եմ, ես եմ անելու եմ, ու անում է։ Եթե սրա այդ դուք օքեյք ուտեղ ոչինչ չունեք անելու, ես չգիտեմ ինչ ասեմ, բայց կարծում եմ, որ օրինակ Մայր Հայաստանը իր ակտիվով արդեն զբաղվում է նման խնդիրներով, որպեսզի կարողանանք օրենքի գերակայություն մեր մասով, այսինքն հրապարակային գործունեությամբ, վերլուծություններով, թերությունները մատնանշելով ապահովենք այդ օրենքի գերակայությունը, նշենք խախտումները, մարդկանց դա գնահատականներ տանք, թե ովքեր են քաղբանտարկյալ, ինչու համար են այդ մարդիկ ձերբակալվում։ Մի խոսքով, այսինքն, այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք։ Իսկ եթե ոմանք մտածում են, որ այդ ուխտը իրենց դուռը չի չոքի, չարաչար սխալվում են։ Նիկոլ Փաշինյանի ուխտը չոքելու է բոլորի դուռը։ Երևի այսքանը։ Շնորհակալություն, այլ ավելացնելու բան կարծեմ չկա։